Ներկայացնել տեղեկատվություն առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների վերաբերյալ։ Հարգելի պարոն քաղաքապետ, շտաբ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 230 վթար վրայարդ։ Դուժել է 195 քաղաքացի, ունենք 2 մահ։ Կանչերի ընդհանուր թիվը եղել է 25174, որը 877-ով ավել է, քան նախորդ տարի։ Նոյեմբեր ամսին պատասխան է տրվել 49672 զանգի, բնականաբար բաստողված զանգ չենք ունեցել, զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի հեռախոսահամարին ունեցել ենք 4 դիմում բողոք, որից 2-ը անանուն, դրա համար բարձրացված հարցը հնարավոր չի եղել բարձաբանել, մյուս 2 դիմում բողոքը վերաբերվել են կանչի թերի սպասարկմանը, սակայն հայտնում եմ, որ շտաբօգնության բրիգադը կանչը սպասարկել է առանց թերությունների։ Անկախ դրանից տնօրինության կողմից նորից անձնակազմին զգուշացվել է կանչերի օպերատիվությունը եւ առանց թերացումների սպասարկումը։ Երևան քաղաքում արձանագրվել է 557 մահ, ծնվել է 1716 երեխա, 901 տղա, 815 աղջիկ։ Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմել է 171729, որը նախորդ ամսվանից ավելի քան 15000-ով կապված սեզոնային սուրշնչառական վարակների հետ։ Պարոն քաղաքապետ, կուզեի ներկայացնել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերջին ֆինանսական ցուցանիշները եւ ձեռքբերումները։ Եկամուտների մասով, եթե մենք 22, 23, 24 թվականի վնասով էինք փակել Սուրբ Աստվածամայրի ֆինանսական -127, -416, -368 թվերը, այս տարի փակել ենք +308 միլիոն դրական ցուցանիշ։ Բժշկական ծառայությունները, եթե 2022 թվականի եղել են 42000-ի կարգի, այնուհետև աճել են դառել են 51000 եւ 64000, արդեն իսկ դեկտեմբեր ամսին արձանագրում ենք 80000 եւ ավել բժշկական մատուցված ծառայություններ։ 23 թվականից իրականացվել է լայնածավալ վերանորոգման եւ վերազինման ծրագրի առաջին փուլը եւ այդ փուլը համարում ենք ավարտված, որպեսզի կենտրոնը լիներ նոր որակական մակարդակի։ Ծրագրի շրջանակներում կատարվել է 3900 քառակուսի մետր շինարարական աշխատանքներ։ Խնդրեմ սլայդերը էլի տրեք։ Կառուցվել է բիասնական ռեցեպշն եւ նախասրահի վերափոխում, հիմնանորոգվել է հիվանդանոցի նախասրահը եւ ձևավորվել է 1 միասնական ժամանակակից ռեցեպշն հատված, ապահովելով այցելուների արագ գրանցումը եւ տեղեկատվության արդյունավետ տրամադրումը։ Էմերջենսի բաժանմունքի գործարկում։ Բացվել է ընդունարան եւ անհետաձելիքելի բուժօգնության էմերջենսի բաժանմունք։ Համալրված անհրաժեշտ բուժսարքավորումներով շտաբ բժշկական օգնությունը առավել արագ եւ արդյունավետ կազմակերպելու նպատակով։ Արագացված ախտորոշման գոտի է առանձնացվել, ընդունարանին կից հիմնանորոգվել եւ գործարկվել են մի շարք նեղ մասնագիտական խորհրդատվական սենյակներ եւ նոր նմուշարման սենյակ, նոր ռենտգեն կաբինետ, սա նմուշարման սենյակներ, սա նոր ռենտգեն կաբինետն է։ Վերականգնողական ֆիզիոթերապիայի բաժանմունքը ամբողջությամբ վերանորոգվել է եւ հարմարեցվել է ժամանակակից պայմաններին։ Վերանորոգվել է նաեւ արյան բաղադրամեսերի պաշարման եւ տրամադրման բաժինը, որը ապահովում է շուրջօրյա արյան մատակարարումը ոչ միայն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի, այլ նաեւ հանրապետության մյուս բժշկական կենտրոնների։ Մանկական հիվանդասենյակները վերանորոգվել են, դեռևս տարիներ առաջ հիշում ենք, որ այստեղ նույնիսկ սոցիալական ցանցերում կար, որ ամահաճակալը դրված էր սովորական տուֆ քարի վրա, շրջանառվեց, հիմա ներկայումս մանկական բոլոր այդ ամբողջ բաժանմունքը վերանորոգված է։ Այդ մի րոպե առաջ կգնաս արդյունք։ Կատարվել են նաեւ ռազմավարական ներդրումներ բարձրացնելու բժշկական կենտրոնի էներգոարդյունավետությունը, ֆունկցիոնալությունը եւ անվտանգությունը։ Սա թթվասնի արտադրության կայանն է, որը որպես սեփական կայան ապահովում է ոչ միայն բժշկական կենտրոնի, այլ նաեւ Հայաստանի մի շարք բժշկական հաստատությունների համար թթվասնի մատակարարումը։ Արյան էներգիա, արևային
էներգիայի օգտագործում է, մասնաշենքի տանիքին տեղավորվել են արևային վահաններ, որոնք ապահովում են ծախսի շուրջ 10% ապահովում են, բարձրացնելով նաև էներգոարդյունավետությունը։ Տեղադրվել են 2 գերհզոր 630 կՎտ էլեկտրական հոսանքի տրանսֆորմատորներ եւ 2 պայուստային հոսքագծերի ավտոմատ միացման փոխանջատիչներ։ Այս քայլի շնորհիվ հոսանքազրկման ժամանակաշրջանը հավասարացվել է համարյա նվազագույնի։ Անխափան էլեկտրաէներգիա ապահովելու համար գնվել եւ տեղադրվել էլեկտրական հոսանքի գեներատոր, որի շուրջ անվտանգության ապահովման շրջանակներում կառուցվել է նաև հատուկ պաշտպանիչ սարք, հաջորդ սլայդն հիմնվել է խելացի կաթսայատուն, որի շնորհիվ հեռակառավարման միջոցով թույլ է տալիս բյուջեային հավելվածի միջոցով վերահսկել աշխատանքը եւ կանխել վթարները։ Հայտնաբերվել եւ վերացվել են ջեռուցման համակարգի մեծ տրամագծող խողովակների վթարների հատվածը, փոխվել են ջրի պոմպակայանում վերանորոգվել են 233 կՎտ զորությամբ շարժիչներ եւ տեղադրվել են կարգավորիչներ։ Սա տեղեկատվական համակարգերն են, ներդրվել է ներքին ավտոմատացված կառավարման հայքեր էլեկտրոնային փաստացրջանառության համակարգ, զգալիորեն բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը եւ տվյալների արագ հասանելիությունը։ Անց է կացվել նաև միջազգային ստանդարտներին համապատասխան լարային ինտերնետային ցանց եւ զոնավորված տեսաձայնագրման համակարգ։ Նոր ախտորոշիչ ծառայություն է հիմնվել 24-ժամյա EEG մոնիտորինգով գլխուղի ակտիվությունը հետազոտող բարձր ինֆորմատիվությամբ օժտված։ Վերանորոգվել է պաթոլոգիա անատոմիական բաժանմունքը եւ համապատասխանեցվել ժամանակակից ստանդարտներին եւ լիցենզավորման պայմաններին։ Բարելավել է ԲԿ-ի մատչելիությունը, տրանսպորտային հոսքեր եւ արտաքին միջավայրը։ Մատչելի մուտքեր են կառուցվել, որպեսզի բոլոր հիվանդանոցային մուտքերը եւ քայլող ինքնուրույն եւ քայլող եւ ինքնուրույն ոտքող եկող եւ էմերջենսի ծառայության միջոցով ապահովի պացիենտների անարգել մուտքը, տեղի ունեցել երթևեկության կազմակերպում եւ անվտանգություն, այսինքն տարածքում սխեմայի երթևեկության սխեմայի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել, ներդրվել է հիվանդանոցի տարածքի միակողմանի երթևեկություն, որի շնորհիվ բացառվել է մտնող եւ դուրս եկող տրանսպորտային միջոցների խաչումը եւ խոչընդոտումը, առանձնացվել է շտապ օգնության մեքենաների երթևեկությունը, տրամադրվելով առանձին ճանապարհ դեպի էմերջենսի բաժանմունք, դրանով իսկ ապահովելով անհետաձգելի դեպքերի օպերատիվությունը։ Կայանատեղերի ավելացում է տեղի ունեցել եւ ռացիոնալացում, կատարվել են բոլոր գծանշումները, ինչպես նաեւ տարածքի բարեկարգումը։ Ասֆալտապատվել է հիվանդանոցի եւ հարակից տարածքի ավելի քան 1200 քառակուսի մետր ճանապարհ։ Շենքի ետնամասում կառուցվել է հարակից տարածքը վերանորոգվել է շատրվաներով, նստարաններով, սպասասրահի պես մի բան է պատրաստվել։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փոխարինվել է վթարային մարդատար վերելակը։ Աշխատանքները տարվում նաև շարունակական մասնագիտական զարգացման ուժերով, մշակվել եւ հիվանդանոցի սեփական ուժերով կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնք առողջապահության կողմից սերտիֆիկացվել են եւ թե ավագ եւ միջին բուժանձնակազմի համար։ Քանի որ Սուրբ Աստվածամայրը հանդիսանում է նաև Մխիթարերացու անվան բժշկական համալսարանի ուսումնական բազա, նյարդավիրաբուժության, մանկաբուժության, դիմացանոթային եւ քիթկոկորտական ճապանական ամբիոնների համար իրականացնում է դասընթացներ եւ ուսանողների եւ կլինիկական օրդինատորների համար, ինչպես նաեւ Հայաստանում ուսանող օտարերկրյա ուսանողների համար։ Միջազգային կապերի շրջանակներում մի շարք երկրների հետ, այդ թվում ԱՄՆ-ի, եվրոպայական երկրների եւ Չինաստանի բժշկական առաջատար կազմակերպությունների հետ իրականացվել են այցելություններ, մասնավորապես Բոստոնի եւ Օրլանդոյի առաջատար մանկական հիվանդանոցներ, որտեղ կնքվել են փոխհամաձայնագործակցության պայմանագրեր, մասնավորապես Օրլանդո քաղաքի
խոշորագույն կլինիկայի այցի շրջանակներում ներրոքից ամերիկյան կազմակերպության հետ կնքվել է փոխ համագործակցության հուշագիր, որի շրջանակներում նվիրաբերվել են սարքավորումներ եւ գործիքներ նեյրոենդոսկոպիկ վիրահատությունների համար։ Նպատակ ունենալով հետագայում Սուրբ Աստվածամայր բկույմ հիմնադրել տարածաշրջանային նշանակության ուսումնական մեթոդական կենտրոն։ Երևանի քաղաքապետարանի կողմից 23-ից 25 թվականը Սուրբ Աստվածամայր բժշկական ընկերության համար գնվել է ավելի քան 163 միլիոնի բժշկական սարքավորումներ, որոնք արդեն տեղադրված են, իր իսկ սեփական միջոցներով ձեռք է բերել մոտ 103 միլիոնի բժշկական սարքեր եւ սարքավորումներ։ Այսքանը շնորհակալություն եւ խնդրեմ վիդեոն էլի։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, շատ մեծ ծավալ է աշխատանքի արված Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում եւ երբ ես հիշում եմ իմ առաջին այցելությունը այդ կենտրոն եւ տեսնում եմ նաեւ արված աշխատանքը, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ պարոն Մադեցյան, պարոն Զոհրաբյանին եւ կարծում եմ պարոն Զոհրաբյանը նաեւ արժանի է պարգևի այս տարի, Տիկին Վարդանյան, խնդրում եմ սա հաշվի առնել, եւ իրականում մեր բժշկական կենտրոնները իրենք մրցակցում են նաեւ մասնավոր գործընկերների հետ եւ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է այնպես անել, որպեսզի մեր բժշկական կենտրոնների մատուցված ծառայությունները լինեն բարձր որակի, որպեսզի մեր երընթակառուցվածքը լինի նորագույն ստանդարտներին համապատասխան եւ կարծում եմ այդ խնդիրը մեր բոլոր բժշկական կենտրոններում մենք փուլ լուծում ենք։ Ես ուզում եմ հատուկ շեշտադրում անել, այստեղ առավելությունը մենք քաղաքականություն մշակող մարմին չենք, մենք չենք ուզում որևէ առավելություններ տալ մեր բժշկական կենտրոններին, բայց նաև ուզում ենք, որպեսզի երևանցիներ, ովքեր որ օգտվում են Երևան քաղաքին պատկանող բժշկական կենտրոնների ծառայություններից, վստահ լինեն, որ այդ ծառայությունները լինելու են բարձր որակով, իրենց մասին, իրենց երեխաների մասին հոգ են տանելու եւ իրականում մարդը պետք է զգա, որ այն դեպքում, երբ որ ինքը գալիս է Երևան քաղաքին պատկանող որևէ բժշկական կենտրոն կամ առողջապահական կենտրոն, իր մասին ամենաբարձր մակարդակով հոգ են տանում։ Սա ամենակարևորն է եւ իրականում նույնիսկ ենթակառուցվածքից ավելի կարևոր, որովհետեւ ենթակառուցվածքը, սարքավորումները, այո, վստահաբար նաև որոշակիորեն մեր աջակցությամբ, մինչև ինչ-որ մի փուլ մեր աջակցությամբ այդ ամեն ինչը կարվի, մինչև որ արդեն բժշկական կենտրոնները իրենցով ուղղակիորեն պատրաստ կլինեն իրականացնել այդ նույն աշխատանքի շարունակականությունը եւ որպեսզի մենք էլ այսպես ասած արդար պահենք խաղի կանոնները, չափը այդտեղ մենք էլ պետք է պահենք, որովհետեւ
Այո, Երևանի քաղաքապետարն ամենավանդ վերջին տարիներին ֆինանսական տեսանկյունից ավելի ամրացել է, մասնավորապես սեփական եկամուտների տեսանկյունից, եւ էականորեն նաեւ այդ ներդրումները արվում են մեր բոլոր ենթակառուցվածքներում, մանկապարտեզներում, սպորտ դպրոցներում, ինչպես նաեւ առողջապահական կենտրոններում եւ բժշկական կենտրոններում։ Բայց բժշկական կենտրոնների մասով մենք պետք է հիշենք, որ մենք մրցակցության մեջ ենք եւ այդ մրցակցության կանոնները մենք չենք ուզենա չափից ավել, այսպես ասած, ներդրումներով խախտել։ Այսինքն մենք պետք է, այո, ինչ որ մի ստանդարտի բերենք, մենք շատ հետ էինք։ Մեր բժշկական կենտրոնները հանուն արդարության եկեք կընդունենք, որ շատ հետ էին մասնավորված։ Մենք պետք է բերենք, հասցնենք իրենց ինչ որ մի մակարդակի, որից հետո իրենք իրենցով պետք է առաջ շարժվեն։ Ես տեսնում եմ, որ աշխատանքը արվում է, շատ գովելի է, շատ գնահատելի է եւ այս աշխատանքը պետք է ունենա շարունակական բնույթ։ Արդեն ինչ որ մի փուլից իրենք իրենցով ուղակի առանց մեր հավելյալ աջակցության պետք է դա կարողանան իրականացնել։ Շնորհակալ եմ եւ վերջին հարցը 103-ի մասին, պարոն Մադացյան, մենք ունեցել ենք վարչապետի մոտ քննարկում, որի արդյունքով պայմանավորվել ենք նաև ես եմ առաջարկել, չնայած որ 103-ը ինքը ամբողջ հանրապետության տարածքով գործում է փաստորեն եւ 103 զանգելով հաստացի միանում են շտաբ բուժօգնության ծառայությանը, որը իր հերթին արդեն փոխանցում է համապատասխան մարզի կենտրոն, որտեղ որ ծառայությունը պետք է մատուցվի, այնուամենայնիվ այդտեղ կա տրամաբանություն, որ 103 ծառայությունը, մասնավորապես համակարգը եւ մեր ծառայություն մատուցող աշխատակիցները լինեն կենտրոնացված ինչ որ մի հատվածում, այսինքն ամբողջ հանրապետության համար այդ ծառայությունը Երևան քաղաքը չմատուցի, կարծում եմ տրամաբանական է, ես իմ համաձայնությունը տվել եմ եւ երբ որ առողջապահության նախարարությունը ասի, որ պատրաստ է այդ ծառայությունը տեղափոխել իրենց կենտրոն, մենք կարծում եմ մեր աջակցությունը շատ կարեւոր է լինելու այդ հարցում, որպեսզի առանց խնդիրների այդ տեղափոխությունը լինի։ Ինչպես նաեւ մենք ունենք նաեւ քննարկում այն մասին, որ ծառայության գումարների, ծառայության համար, վճարների համար որոշակի սկզբունք պետք է ներդրվի եւ այդ սկզբունքը պետք է լինի ընդհանուր եւ հանրապետության շտաբ բուժօգնության ծառայության համար եւ Երևանի եւ նաեւ հետագայում նաեւ այս քննարկումների արդյունքում հասկացել ենք, որ միգուցե նաեւ մասնավորի, ինչու ոչ, այսինքն այդտեղ էլ որոշակի մրցակցությունը չի խանգարի։ Սա այն քննարկման արդյունքներն են, որ ունեցել ենք վարչապետի մոտ, այն պայմանավորվածություններն են, որ ունեցել ենք վարչապետի ներկայությամբ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար